ակնկալիքով եք մտնում այս պահին հատական նիստերի դատից։ Ինչպես միշտ հաղթելու ակնկալիքով, ինչպես միշտ դրական ակնկալիքով հուսով եմ, որ կհաջողվի եւ ինչպես մյուս աջակցի հետ կապված գիշերվա նիստով եղավ, ընդհանրապես մերժվեց վարչական հսկողություն խափանման միջոցը, հուսով եմ նաեւ ես ինքս Արտոն Գրիգորյանի հայրիկի հաստաբանն եմ եւ հուսով եմ, որ նույնը կլինի նաեւ իր հոր պարագայում եւ այդ նախաընտրությունների շեմին այդ շինծ ու արհեստական գործով չի հաջողվի այդ ճնշումը կատարածել, որը որ ներկայիս վարչախումբը փորձում է անել եւ եթե նախկինում նման տիպ դեպքերի մենք բազմից ականատես ենք եղել եւ Վանաձորում եւ Վարդենիսում եւ այլ վարչական շրջաններում ընտրություններից առաջ, այս անգամ արդեն կարելի ասել մարտավարությունը փոխվել է, ընտրությունների նախօրեին է արվում, որոշակի կերպով ընտրությունների վրա կարելի ասել ազդեցություն ունենալու համար, այդքանը հուսով եմ, որ մեզ կհաջողվի եւ կարճ ժամանակ անց արդեն Արտոն Գրիգորյանի հայրը դրսում կլինի ազատության մեջ։ Պարոն Հարությունյան, դուք օրինակներ բերեցիք Վանաձոր եւ մյուս այլ համայնքներում նախընտրական այս Երուսաղեմին առնչվող իրավական այսպես կոչված գործընթացների վերաբերյալ, բայց ձեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ օրինակ հենց կարմիր գծեր հատվեն եւ անմիջապես թիրախավորվեն հայրն ու որդին տեխնացուի օրինակ։ Տեսեք, վերջի տարիներին մենք այնպեսի ոչ ողջամիտ բաների ենք ականատես եղել, որ զարմանալի չի այլևս, այո, եղել են նմանատիպ դեպքեր եւ բոլորը այդ նմանատիպ դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել քաղաքական հետապնդումներով, զարմանալի չի այլևս ոչինչ զարմանալի չի, ես բազմից ասել եմ, որ մենք ժամանակ առ ժամանակ այս վիճակները տեսնելով կարելի ասել իրավական անզորության մեջ են գտնվում, չնայած բոլոր մեր գործիքակազմով փորձում ենք իրավական ճանապարհով հասնել արդյունքի, բայց արդեն այլևս ամեն ինչ հնարավոր է այս երկրում եւ որևէ բանից զարմանալ պետք չէ, ամեն ազգային ժողովի նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նմանատիպ դրսևորումներից հետո ինչ որ մենք տեսանք 3 ամիսով միշտ էլ հնարավոր է նմանատիպ զարգացումներ, ինչպես նախկինում օրինակ եղավ, երբ կառավարության նիստի ժամանակ կարելի ասել ցույցում տրվեց եւ հաջորդ օրը Լևոն Քոչարյանը ձերբակալվեց, այնուհետև կառավարվեց։ Պարոն Հարությունյան, կխնդրեմ մի փոքր գործից խոսեք, նախ ոնց հասկացանք նախաքննական մարմինը միջնորդել է, որ որպես խափանման միջոց կիրառեն վարչական վերահսկողություն, ճիշտ է, կալանքի, այսինքն կոշտ կալանավորման բան չկա, միջնորդություն։ Տեսեք, չկա եւ ինչն է հետաքրքրական, երբ որ միջնորդությունը կարդում էի գիշերը արդեն մյուս գործով, կարծես թե կալանքի միջնորդություն լինի եւ ինչ որ պահի փոխել են որոշումը, ինչ որ դիրքորոշումը փոխվել, բայց հենց ակնհայտ է, որ ի սկզբանե գործը գնացել է դեպի կալանք եւ այն օրինակ վարչական ինչից են հետ կանգնել, այսինքն ինքը տենց լուրջ հիմքեր չի եղել կալանավորման, հանցանքի այսպես ենթադրյալ բանը մեծ չի եղել, հիմքեր ընդհանրապես կարելի ասել գործով որևէ բան չկա, մի քիչ նույնիսկ առաջի հայացքից ակնհայտ ծիծաղ է առաջացնում այդ վարույթի նյութերը, երբ որ ուսումնասիրում ես, այն է գրված, որ դրանով այդ հոդվածի տակ չի կարող մարդը, այդ հոդվածով չեն կարող, եթե չեմ սխալվում 221-ի առաջին մաս, որով մինչև 3-ից 6 տարի ազատազրկում է սպառնում, այո, ընտրությունների ժամանակ նյութապես շահագրգռել եւ ինչն է հետաքրքրական, որ բոլորի պարագայում նույն նյութն է գնում, այսինքն այնտեղ նույնիսկ ծիծաղ է առաջացնում այն հանգամանքը, որ փողոցը հարթեցնելը բերել կապել են դրա հետ կամ ինչ-որ բայց դա նախընտրական քարոզչության փուլում է եղել, թե ավելի վաղ արված է, կարծեմ ավելի վաղ։ Հասկանում եմ, դա այդ ամենը շատ ավելի վաղ արվածին է վերաբերվում, բայց գործում այդ մասին չի խոսվում, որ այդ ամենը ավելի վաղ է ժամանակահատվածին է իբր թե այս ժամանակահատվածին այո դուք ունեք ինչ-որ ապացույց կամ հակափաստարկ, որ կարողանաք ցույց տալ, որ սա քարոզչությունից դուրս է եղել ավելի վաղ։ Ցույցների պահը հաջորդիվ կլինի, ես կարող եմ միայն փաստել, որ իրավապահ մարմինները որևէ ողջամիտ եւ ռեալ ապացույց չունեն այս ամենը հիմնավորել։ Ես կարող եմ մի քանի իրավական ճշտում անել։ Հոդվածը առաջադրված է, այսինքն մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հիմա վարչական հսկողության են
են տանում, Այո։ կալանքը Կալանք չի չի տա։ Ինչ վարչական հսկողություն են ուզում։ Տեսեք, քնիչը օրինակ երեկվա դեպքով, որով մեզ հաջողվեց որ մերժվի, քնիչի միջնորդությունը, Ում դեպքում։ նորից Մարտուն Գրիգորյանի աջակիցներից մի երիտասարդ տղա էր, իր պարագայում, տեսեք, արգելվում էր ընդհանրապես շփվել ոչ միայն այս ընտրությունների հետ առնչվող մարդկանց հետ, այլ ընդհանրապես որևէ մեկի հետ բացառությամբ փաստաբանի եւ ընտանիքի անդամի, որը ակնհայտ է, որ կարելի ասել տնային կալանքին հավասարազոր է, որովհետեւ այդ մարդը օրինակի համար դուրս գար գնալ խանութ կամ մեկին բարևեր կամ խանութի աշխատողի հետ խոսել, նույնիսկ ես այդ հարցը դատական նիստի ժամանակ տվեցի քննիչին, որ լավ ո՞նց եք պատկերացնում, եթե սա բավարարվի, ով է այստեղից այս տղային տանելու կամ ո՞նց է այս տղան սնվելու այն դեպքում, երբ որ ունի իր խնամքին հաշմանդամ մայր, առողջական խնդիր ունեցող մայր եւ տատիկ։ Այսինքն շտաբի աշխատանքներին եւս չի կարող մասնակցել, Ոչ անգամ Ընտրության կարող է գնել իր քաղաքացիական պարտքը կատարել։ Ոչ, չէր կարող գնալ եւ այդ նույն հարցի ես քննիչին տվել եմ, դե ասում է թող բերեն տանը քվեարկի։ Այսինքն տան անդամների հետ կարող է շփվել, փաստաբանի հետ կարող է շփվել, այլ մարդկանց հետ չէ։ Սա հավասարազոր է տնային կալանքի։ Հիմա եթե ինձ դիցուկ ճանաչում է, դուրս եկավ փողոց, ես իրեն չեմ կարող բարավել, բարավեցի գնում է կրակը։ Մոտենակ բարևեք ու ասենք օրինակ օպերատիվ տվյալներ լինի այդ պահի հետ կապված կամ որևէ ֆոտոնկարահանում կամ վիդեոնկարահանում, արդեն հիմքը կփոխվի։ Բայց փողոցում քայլել կարող է, բայց միայն է կղզիացած։ Այո, կղզիացած։ ոնց է ստուգելու ում բարևեց, ով իրեն բարևեց։ Դե այդ արդեն ռիսկային մեծ գործոն կա, որ ամեն պահի կարող է օպերատիվ գործողություններ իրականացվի։ Այս ավարչական հսկողությունը, որ փորձում են ձեր նշելով կիրառեն Արտем Գրիգորյանի հորինակը։ Այո։ Քաղաքական իրավունքների սահմանափակում համարում եք։ Միանշանակ, եթե սա իրականացվի, կատարածվի եւ բավարարվի քննիչի միջնորդությունը, միանշանակ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ կենսական շատ իրավունքների սահմանափակում են համարում։ Այսինքն մի բան էլ հասկանանք, այդ վարչական վերահսկողության սահմանափակումը տարբեր կարող է լինել, չէ՞։ Այո։ Այսինքն կարող է թույլ տալ շփվել մարդկանց հետ, թույլ շփվել չտա։ մարդկանց հետ ընդհանրապես ամսվա մեջ կամ շաբաթը 2 անգամ գնա համապատասխան ստորագրությամբ հաստատի, որ գտնվում է վարչական շրջանում, կարող են այնտեղ համապատասխան սարք օգտագործել իր շարժը ֆիքսելու համար տարբեր է լինում դա արդեն եւ կախված է միջնորդությունից եւ կախված է թե որքանով է դատավորը բավարարում։ Հիմա դուք հոր մասով եք, չէ՞։ Իսկ որդունը։ Չտեղակ չեմ ով։ Լավ, շնորհակալ ենք։ Պարոն Բաբայանը։ Երևի անցնեն նոր էլի, եկես կողմ